Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մի հատ էլ կրկնեք։ Դուք թելում եք Նիկոլ Փաշինյանի։ Մի հատ էլ կրկնեք, էլի խնդրում եմ։ Ձեզ անուղղակիորեն կապում են Հայաստանի իշխանությունների հետ։ Որ ինչպես եք հակադարձում կամ որն է ձեզ պատասխանը։ Մենք հակադարձել ենք տվյալ մարդիկ, ովքեր մեզ կապել են որևիցե ուժի հետ, մենք կոմենտարիաներում գրել ենք, այդ տվյալ մարդու պապան, այսինչ էսիշ մարդն է, այդ տվյալ մարդու մաման, այսինչ էսիշ մարդն է, հասկանում եք։ Դուք նշեցիք, որ Արայք Հարությունյանի թիմակիցն եք։ Անպայման։ Սամվել Բաբայանի հետ էլ որևէ կապ չունեք, այսինքն ձեր հետևում։ Այսինքն իմ հարցի պատասխանից, որ ես ասում եմ մեզ որևիցե ուժի հետ կապողին, մենք վիրավորել ենք ամենավերջի կարգի, ու մեզանից ոչ մեկ չի կարացե, գա ասի խիեք տենց անում, խիեք իմ գրարման տակը, այս սենց գրարում կատարել, կարակ մտնեք նայեք ու սաղ տեսել են, սաղ գիտեն, մարդիկ գրարումները կատարել են բուկվալնի մի րոպե հետո ջնջել, ուշադիրներ, սոցիալական ցանցերին ուշադիրներ, այդ կարծիքի համար, այսինքն այդ փողոցային պայմաններով առաջնորդել ասելով որ սենց հարց եմ տալիս մի վարքյան, այսինքն որ կարծիք են հայտնում մարդիկ ինչ որ բան կարող է ինչ որ բան տեսել են որ չէ ինչ որ մարդկանց հետ ինչ կոնկրետ հարցի դուր պատասխանը տամ ով իրանք են գրել չգիտեմ ուղիղ եթերով հայտարարեց որ եթե Ղարաբաղի տղաները փախել են ապա Աննա Հակոբյանը Էրատով ջոկատով եկել եւ Արցախն է պաշտպանել ինչպես եք սա բացատրում բացատրում եմ այսպես Արցախի այսինքն ձեր պատկերացրածը ձեր ասածածը վերաբերում է նրան որ Արտուր Օսիպյանը Աննա Հակոբյանի թեզն է պաշտպանել թե ոնց այսինքն այդքան անհավանական է չէ մեկնաբանը իր ասածը փաստացի Արցախի հանրապետությունից մեծ մասը ասենք իրականում մեծ մասը փախել են Աննա Հակոբյանը գտնվել է Արցախի հանրապետությունում թե ընդ ինքը ինչի համար է եկել ինչ գործունեություն է ծավալել չեմ կարա ես դա մեկնաբանել տեղյակ չեմ ընդ չեմ եղել ես եղել եմ 146 մարտական դիրքում իսկ որ ասում ես ովքեր են փախել սև ջիպեր են փախել падգամավորների նախարարների մինիստրների տղերքն են փախել տեսել ենք մենք Աննա Հակոբյանը լսեք ով ասեք կռվելա ով ասեք կռվելա մեկնաբանել են որ ես չգիտեմ ինքն դե ինչ է ես ինչ իմանամ Աննա Հակոբյանն դե ինչ արել ես իմ մարտական դիրքումս եմ եղել 140 գնացել կռվել եւ զոհվել է Արտյոմ Ավակյանը դրա համար էլ ես ես վերջում իմ սոցիալական լսեք դրա համար էլ ես ես վերջում իմ սոցիալական ֆեյսբուքյան էջում հայտարարություն եմ տարածել ներողություն խնդրել որ սատարել եմ Ազատ հայրենիք կուսակցությանը Արցախի հանրապետության ժողովրդից ներողություն խնդրել որ սատարել եմ Ազատ հայրենիք կուսակցությանը նշել որ պատասխանատուները իրանք են իսկ դրանից հետո գրարման մեջ նշել են որ բացառությամբ հերոսի հայր Արեգ Ավակյանի կարակ մտնեք տենա գրառումը եթե խոսքը վերաբերում է իրանց ես էլ պարզ բառացիորեն ասում բացառությամբ հերոսի հայր Արեգ Ավակյանի որովհետև մի վարքյան պրծնեմ որովհետև տվյալ ազնվորությանը Արեգ Ավակյանին այսինքն իր տղան իմ թե ծառայակից թե մարտական համ ընկերն է եղել առաջի անգամ մարտունի երկրորդ զորամասում անձամբ ես ու ինքն երևի առաջի մարդը որ բարևել է Արտյոմ Ավակյանը այդ զորամասում ես եմ եղել իր հետ ու առաջի օգնությունը անծանոթ զինվոր որ մտել է զորամաս առաջի օգնությունը իմ կողմից ես էլ որպես ընդ հին ձեմբել ծառայող ես եմ ցուցաբերել ու ինքը ասենք իրականում հերոս ազնվորությունն է որը որ մի վարքյան առած մտածել լինելով падգամավորի տղա սաղ ամբողջ Ստեփանակերտով մեկ հարգանք վայելող անձ առած մի վարքյան տարտանջալ գնացել է Ֆիզուլի ինքը մարտունի երկրորդից հետո տեղափոխվել էր Ֆիզուլի ես Ֆիզուլիի եմ իր զինվորական ծառայության ժամանակ հանդիպել եմ գնացել է Ֆիզուլի իր ծառայած զորամասում միանգամից անցել թե հարձակման թե պաշտպանության եւ առաջի հստակ չեմ հիշում թող ներողելն կամ թե երկրորդ օրը Արտյոմ Ավակյանը զոհում է Իշխանության թեզերին որ արցախցիները չեն դեպի ոնց է գեներացնում այդ հակարծ Ես կառավարության շենքի մոտից մեկնաբանել եմ այդ տվյալը ասելով որ ձեզ եմ ասել երևի ABC առաջի անգամ ձեզ եմ հաղորդում տվել ասել եմ որ այն մարդը որ ասում արցախցին չի կռվել ինքը առնվազն գալաթ է անում բայց այն որ արցախցին փախել է
Էդ էլ է եղել։ Խի եք ժխտում, խի չեք ուզում իրականությունը խոր։ Մեր գյուղից, լսեք ասեմ, եթե տեղեկություն չունեք, դուք մենակ Հայաստանի Հանրապետությունը Եվ աղջիկների Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ չեք Քոչյանը փախել, գալու չեք ուզում այդ հարցը մեկնաբանեք, որ ժողովուրդը ավելի լայն ձև հասկանանես, իրականությունը տենան։ Դուք ձեր կարծիքով Եթե մեր գյուղում կար, եթե մեր գյուղի մոբը ռեսուրսում կար 40 երիտասարդ, մինչև 45 տարեկաններ, 50 տարեկաններ, քիչ առաջ նշում եք, որ անվտանգ եթե մոբը ռեսուրսում կար 40-45 հոգի, որը որ մոբը ռեսուրսը հավաքման ժամանակ պետք է թա դիրքեր հավաքում է 45 հոգին, բայց դրանից հետո հասկանում ենք, որ մենք ամենքս մեր դիրքում, բայց այդ 45 հոգուց արդեն 33-ը քյարի տամոժնին անցել Հայաստանում են, այդ ինձ չէ որ Հայաստանի Հանրապետության իշխանության թերացումներ չի, իշխանության թերացումն էլ կա, այն տամոժնին պետք է փագեին, որ ոչ մեկ չկարանար ընդեյով մտներ ստե, որպեսզի այսօր մեզ չասեին, որ եկել փախել եկել է X-տե, հասկանում ես, իսկ ինչը վերաբերում է այդ թալանի մասը, կոնկրետ մեր ամենագլխավոր թեման այդ է եղել, ինչը վերաբերում է թալանի մասը քննարկված է, այս ամեն ինչը կատարում է նրա համար, որ նորից եմ ասում, մեր ստեի քույր եղբայրները, ծնողները, մեր տուժածանձիկ էլ չկրկնեն այն թեզը, որ ստե ինչ կա չկա ձեռնա, ումը որ կա թո պատասխան